դեպի Ռուսաստան ծաղիկի արտահանման սահմանափակումների մասին է հայտ ներկայացրել Հայաստանի Հանրապետության մարմնին։ Դրանից առաջ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արդեն հայտարարվել էր, որ Հայաստանի հարցը Հայաստանի կարգավիճակի հարցը ԵԱՏՄ նիստի պետք է քննարկվի։ Մամուլում շրջանառվում են տեղեկություններ գազի հնարավոր թանկացման հետ կապված, եւ այս ամենի ֆոնին ուզում եմ հասկանալ, երբ որ դուք օրերս նշեցիք, որ Ռուսաստանի նախագահի հետ ունեք ընկերական հարաբերություններ։ Արդյոք այդ հարաբերությունները, ընկերական հարաբերությունները նշանակում են այսպիսի հարաբերություններ եւ խնդրում եմ յուրաքանչյուր ասացի համար, այսինքն այդ եւ ԵԱՏՄ-ի կարգավիճակի եւ մնացած խնդիրների հետ կապված Հայաստանի դիրքորոշումը ինչպիսին է։ Սա առաջի հարց եւ երկրորդ հարցը հետեւյալն է. դուք մշտապես այս ընթացքում խոսում եք ադրբեջանցիների վերադարձի հարցի տերորակատում չլինելու մասին։ Իմ հարցը հետեւյալն է, ես չեմ հարցնում ձեզ ընդհանրապես որակակում եղել հայ-ադրբեջանական քննարկման չի եղել։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Ես իմ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Արդյոք ընդհանրապես Հայաստանը չի քննարկելու ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Դա երբևէ ոչ թե օրակարգում չի լինել, այլ դες համար անընդունելի է։ Եվ վերջին դիտարկում օրերս Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիությանը չի հաջողվի պարապում մտնել Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններում։ Մի փոքր կբացեք, ինչի մասին է խոսքը, ինչ պարապման մասին է խոսքը։ Նախ վարդի եւ այդ սահմանափակումները միշտ էլ եղել են, որովհետև ցանկացած ապրանք, որ ֆիտոսանիտարական ստանդարտին չի համապատասխանում, այդ սահմանափակումները միշտ գոյություն են ունեցել եւ միշտ գոյություն են ունենալու։ Եվ նման իրավիճակներ վերջին 8 տարում տասնյակ անգամներ են եղել, տասնյակ։ Ընդ որում ոչ միայն ֆիտոսանիտարական։ Ուրիշ խնդիրներ են եղել կապված այլ ապրանքների հետ եւ մենք ԵԱՏՄ նիստերում անդադ այդ հարցերը քննարկում ենք, թե ինչքանով են որոշ ապրանքներ, որոնք ներկրվում են, այսինքն արտահանվում ներկրվում է որպես ԵԱՏՄ ապրանք, ինչքանով են ԵԱՏՄ ապրանք, որովհետեւ ԵԱՏՄ տրամաբանությունն է նա, որ ԵԱՏՄ ներսում արտադրված ապրանքները պետք է ազատ տեղաշարժվեն։ Եվ ժամանակ առ ժամանակ այդ հարցը մենք քննարկում ենք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդում եւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Ես երկու միակ ղեկավարն եմ, որ երկու ձևաչափում են մասնակցում։ Այսինքն այդ նման հարցեր անընդհատ են կրկնվում բոլոր երկրների հետ կապված։ Եվ հետեւաբար, այսինքն հարց է ծագում, այսքան վարդա ներմուծվում Ռուսաստան, ինչքանով է իրոք այդ վարդերը արտադրվում Հայաստանում։ Հիմա պատվիրակություն է եկել եւ դա ելի եմ ասում, մենակ Հայաստանի համար չի, այդպիսի տասնյակ պատվիրակություններ գնում են տարբեր երկրներ, որովհետեւ երկրները հարցեր են բարձրացնում։ Եվ սա հերթական աշխատանքային իրավիճակն է, ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ում կարգավիճակին, ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել մենակ Հայաստանը, այսինքն անդամ երկիրը, որը կարող է որոշել դուրս գալ, ուրիշ պրոցեդուրա չկա։ Բայց դենց ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել եւ մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա դրուժբայի, սլուժբա սլուժբայի, այսինքն ինչ կապ ունի ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ, այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում է ստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գանք։
Գազի թանկացման մասին նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք։ Այսինքն մենք պայմանագիր ունենք, որը գործում է, եւ այդ պայմանագիրը փոխշահավետ է։ Եվ այդ պայմանագիրը այնտեղ պայմաններ կան, մենք իրականում գազի գնի հետ կապված մենք հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել եւ այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն։